Մաժանդակարան մենք տեսեցինք հանրագրական եզրակացությունը և հանրագրական եզրակացությունը ուսինք անմիջապես հետո մեր հաստատում ու դեպոդեցում։ Մենք այստեղ գործում ենք ոչ թե հանցավորարարքի հետ, այլ թույլատրելի խոսքի հետ ի պաշտպանյալը մյուս հեռադրանքներ բավական հայտնի YouTube-յան նախագծի հեղինակներ և քաղաքական խոսք են ասում իրենց հաղորդումներին։ Քաղաքական խոսքը առանձին դեպքերում, ոչ մեր մասով, ամեն դեպքում վերջին հաղորդումների տրվածքով ասում, կոշտ ձևակերպումները ելնում են բանական։ Դա բացարձակապես հանցագործություն համարվում չի կարող, խոսքի ազատությունը կերածների մասին չէ, այլ խոսքի ազատությունը հատկապես քաղաքական դեպքում կոշտ քննադատության մասին։ Դրա համար է դատարանը պաշտպանում, դրա համար է պետությունը պաշտպանում, այլ ոչ թե այսօր մարդասացում։ Պաշտպանյանից կոնկրետ որևէ այլ չնչեցրել, դա հրապարակավ հայտարարել է, որ դա չի հայտնվելու և նշված երկու դեպքերից առաջին առհասարական հասկանալի է ինչ գործողություններ արել պաշտպանյանից, մենք տեսնենք տեսակցությունը և նաև դատարանի ուշադրությունն է հրավիրում, որ ճիշտ է ոչ շագերտներին էր, բայց ուղիղ խոսք մեջ վերված չի և դրանով խաթարված է հաղորդման բովանդակությունը ստեղծան, դա ուշադրություն դարձնում և երկրորդ դեպքում շատ անհամաչափ վնաս պաշտպանյանից արձագանք է եղել ազգային ժողովի նախագահի առնվազն ապարտեշտ արտահայտության, եթե ոչ հայտնի առնվազն ապարտեշտ արտահայտության, հենելով պայմաններում երբ գործում ենք պաշտպանական անձի հետ, որը շատ ավելի մեծ զսպվածության պահանջի ունի և տեղեկատվություն դատարանների հասցնում են և հայտարարում ենք, որ երկրորդ դեպքում առհասարակ հանրային այսպես հասարակության ուղղված համարելը մենք չենք կարող, որովհետև կոնկրետ վիրավորանքի հասցվել հրապարակավ, կոնկրետ պատասխան է եղել հրապարակավ, մեր պարագայում պատասխան է եղել անհամաչափ ի վրասված։ Այսպիսով մենք այստեղ գործ ունենք ակնհայտ ոչ արգելված արարքի համար մեղադրանք առաջադրելու, դատավորելու, դատարանի կողմից խարանքը երկարացնելու, պատկերավորելու երկարացնելու հետ, մենք գործ ունենք սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության փոխկապի խախտման հետ, մենք դատարանին փորձելու ենք ամենայն դեպս հանրության առաջ փորձելու ենք հիմնավորումները բերել և ցույց տալ, որ այստեղ մենք հանցագործության հետ գործ չունենք, հակառակը գործ ունենք իրավիճակի հետ, երբ մարդուն հասցնում է շատ ծայրահեղ որոշումներ կայացնելու պայմանների պես։